Օրինակ, այս 13-րդ փողոցը բավական բարվոք վիճակում է։ Դրդաց ճարտարապետը ավելի լավ կարող է լինել։ Եղիշե Չարենցը տանկերով կարելի է մենակ անցնել։ Լավ սևակն է, երևի թե դրդաց ճարտարապետի նման է։ Նայեցել է։ Սրանք Գյումրիի անի թաղամասի փողոցների անուններն են ու դրանցով ամեն օր անցուդարձ անողների գնահատականը։ 6-րդ տարին է, որ իրար հաջորդած 3 քաղաքային իշխանություններին չի հաջողվում վզեբի վարկային միջոցներով սկսել այս թաղամասի 37 փողոցների ու հարակից ավստրիական թաղամասի ասֆալտապատման ու լուսավորման ծրագիրը։ Բնակիչների աչքերը ջուր է կտրել, թե ի վերջո երբ են ամռանը փոշուց, անձրևներին էլ ցեխից ազատվելու։ Ծրագիր կա, գիտեք, որ պետք է ասֆալտապատեն։ Բայց որթվին։ Ես չգիտեմ, ես 3 տարի խոսք են տվել, ես փողոցը սարքին։ Մենակ սարքին 11 փողոցը, մեկը 7-րդ փողոց։ Չարենցը եսիկ նույն բանն է։ Բերեն երկու ընդդրությունների բանի ժամանակ բերեն երկու կամ շիպինգ լստեն, փռեն դզեն, երեցին պրծան։ Քանի ընդդրություններ կա, դիորեն եղնի։ Ասում են, որ այս տարի սարքելու են, հույս ունեք։ Աստված։ Լսել եք բայց այդ մասին։ Հա, լսել եմ։ Ձյունը որոշ փողոցների փոսեր փակել է, բայց շատերում դրանք ավելի են խորացել, այլևս կարկատելու տեղ չունեցող փողոցների վիճակը ձնհալից հետո ավելի կվատանա, կարծում են բնակիչները։ Սա տարուփոս, սա կարուքան դեղած է։ Ասֆալտը ցանի շուտ քալի։ Միշտ ասֆալտ կերեն, անձրև կան դոր ասֆալտ կերեն։ Այս 2 տարի, 3 տարի ավտոները ջարդուխորտ կեն այստեղ։ Այստեղած ապրող եք դուք։ Հա, այստեղած ապրող եմ, ես փողոցը ապրող եմ։ Ահա։ Էս է։ Ես գլոր հալավ արդեն լրիվ քարուքան կեն ասֆալտ։ Ավտոները ջարդեն սա։ Որոշներն էլ հոգնել են անհարմար փոսերը շրջանցելուց։ Հա, ստիպած մեկից կփախցնենք, մյուսը կգնենք։ Սա կրլոնների տակը ձունու սառուց է, էլի։ Փոսերը շատ է։ Այո։ Շատ է ֆանտազիա։ Շատ լավ է։ Փոսերը քիչ է։ Դուք տենում եք էլի, լավ է թե վատ է։ Թաղամասի բնակիչներից ոմանք հաճախ տեսանյութեր են հրապարակում ու կառավարությանը, Շիրակի մարզպետարանին ու Գյումրիի քաղաքապետարանին նշում։ Գյումրեցի Գորգ Թորոսյանն օրինակ անի թաղամասի փողոցները համեմատում է ռազմաճակատի հետ։ Զատո թշնամու տանկերը չեն կարող այս ճանապարհներով անցնին։ Մենք անվտանգ ենք։ Անի ու ավստրիական թաղամասերի փողոցների ասֆալտապատման ծրագրի ձգձգումները սկզբում Վիոլա ջրի ջրամատակարարման համակարգի փոփոխությամբ էին պայմանավորում, ու միայն անցած տարի պարզվեց, որ դեռ նախագիծն էլ պատրաստ չէ։ Նախագծող կազմակերպության ընտրությունից հետո նոր շինարարի ընտրության միջազգային մրցույթն է հաջորդելու։ Քաղաքապետարանում վերջերս անցկացված խորհրդակցության ժամանակ այս հարցն է քննարկվել։ Ըստ այդմ շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել այս տարվա 3-րդ եռամսյակում, այսինքն սեպտեմբերին կամ դրանից հետո։ Սա նշանակում է, որ անի ու ավստրիական թաղամասի բնակիչները էլի պիտի սպասեն։